Նստած ջրի հատակին, ինչ տիղ։ Միայնակ երեկոների սիրելի զբաղմունքը խաչբար լուծելն է։ Օրվա ընթացքում, քանի դեռ դրսում ցուրտ է, հարևանների հետ սրճելը։ Հողը տաքանա, սոցբնակարաններում ապրող այս կանանց օրակարգն էլ կփոխվի։ Մենք տակպես հոր տներ ունենք, առավոտ շուտ գնում ենք այնտեղ, օգնում ենք։ Դա սեզոնն էլ արդեն բացվում է բոստոնների, երթում օգնում ենք։ 2018-ից հետ Համարաչարչոյանը սոցիալական բնակարան տեղափոխվել։ Բարդ որոշմանը նախ ինքն է եկել, հետո արդեն դժվարությամբ համոզել նաև հարազատներին։ Ես միայնական ժառանգ աղջիկ եմ, ամուսնատար չեմ եղել երբեք։ Դեռ եղբորս ընտանիքը մեծ էր, տղաներ ամուսնացած, հարսեր, թոռներ էր։ Մարալիկի այս շենքերում պետությունից կացարան են ստացել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարբեր պատմություններով տարբեր մարդիկ։ Միայնակ տարեցներ, բռնության ենթարկված կանայք, ընտանիքներ։ Պետության հաշվեկշռում այս պահին մոտ 260 սոցբնակարան կա տարբեր մարզերում։ Ամեն տարի կառավարությունը 100 միլիոն դրամ է հատկացնում շենքերում անհրաժեշտ ծառայությունները մատուցելու համար։ Բացի մուտքերի ապահովում անվտանգությունը, վերանորոգումները եւ նման ծառայությունները նաեւ իր մեջ ներառում է սոցիալական աշխատանք, այսինքն այս ընտանիքների հետ պարբերաբար իրականացվում է աշխատանք ՊՕԱԿ-ի կողմից, քանի որ ընտանիքը սոցիալական բնակարանում ընդմիշտ չի բնակվում։ Նախարարությունում կացարան ստանալու նոր դիմումներ անընդհատ են ստանում։ Այս պահին հերթացուցակում 100-ից ավելի մարդ կա, որ աջակցության կարիք ունեցողներին պետությունն անվտանգ, ապահով տարածքով կարողանա ապահովել, այլ ծրագրերին զուգահեռ նաև ընդլայնում են բնակֆոնդը։ Սպիտակ քաղաքի այս նորակառույցը քաղաքաշինության կոմիտեն կառուցել է վթարային շենքի փոխարեն։ Ծրագիրը հիմնականում նախկինում այս տարածքում ապրող երկրաշարժից տուժած քաղաքացիների համար է, բայց շենքում կլինեն նաև հատուկ կացարաններ։ Ընդհանուր ստեղ կա 36 բնակարան, 11 հատ 1 սենյականոց, 9 հատ 2 սենյականոց, 12 հատ 3 սենյականոց, 4 հատ 4 սենյականոց բնակարաններ։ Շենքը սեյսմիկ կայուն է, ջերմամեկուսացված, շահագործման կհանձնվի ներքին հարդարմամբ։ Շինարարները գործն արդեն ավարտել են։ Քաղաքաշինության կոմիտեում հիմա ուսումնասիրություններ են անում ընդունման հանձնման ակտը կազմելու համար։ Ուսումնասիրություններ նաև սոցնախարարությունում են իրականացնում, գնահատելու համար, թե ովքեր պետք է հաստատվեն սոցբնակարանների հատվածում։ Զուգահեռ աշխատում են հանրապետության այլ հասցեներում եւս կացարաններ ստեղծելու ուղղությամբ։ Երկուսում արդեն մեկնարկել են նախագծման աշխատանքները։ Այս տարի նախատեսում ենք Գավառի մանկատունը եւ Հրազդանի նախկին քրեակատարողական հիմնարկի շենքը վերափոխել եւ դարձնել սոցիալական բնակարանային ֆոնդ։ Ընթացքում է Արտաշատի սոցիալական բնակարանային շենքը, Վանաձորում են աշխատանքներ իրականացվում, Կավելանան Կապանը եւ Դիլիջանը, ինչպես տեսնում եք, համ մարզային բաշխվածություն կունենանք, համ բնակարանային ֆոնդը բավականին կընդլայնվի։ Ծրագրի համար միջնաժամկետ ծախսերով կառավարությունը 2027-28 թվականների համար նախատեսել է 1 միլիարդ դրամը գերազանցող բյուջե։ Նաև կլինեն սոցբնակարանների հատկացման չափորոշիչների փոփոխություններ։